Ավագ հինգշաբթին ծիսական արարողություններով ամենահարուստ օրն է մեր եկեղեցու կյանքում։ Հավատացյալներն, ովքեր ապաշխարությամբ են անցել մեծ պահքի շրջանը, վաղ առավոտյան ժամը 7:30-ին են իրենց քայլերն ուղղում դեպի եկեղեցի։ Ժամերգության ավարտին ապաշխարողաց կարգ է կատարվում։ Սաղմոսներով և շարականներով հարուստ այս գեղեցիկ արարողության ժամանակ հավատացյալներին արձակում է շնորհվում, որպեսզի 40-օրյա պահեցողությունից հետո նրանք մոտենան Սուրբ Հաղորդությանը։ Արարողության ընթացքում ընթերցվում է Հովհան ոսկեբերանի ճառը։ Բազում ողորմ է Աստված, այնքան ողորմած, որ չխնայեց անգամ միածնին, որպեսզի քավի անշնորհակալ ծառաների մեղքերը։ Այնպես որ մի ասա, այնքան մեծ մեղքեր եմ գործել, ինչպես կարող եմ փրկվել։ Դու չես կարող, քո Տերը կարող է, եւ այնպես կսրբի մեղքերդ, որ անգամ հետք էլ չի մնա։ Հովհան ոսկեբերանի այս ճառը Տիրոջ սիրո, գթասրտության, զորության ու ներողամտության մասին է։ Ոսկեբերանի ճառը նաև միմյանց ներելու, սիրո մեջ ապրելու, հեզությամբ եւ խոնարհությամբ Աստծուն ընդունելու հորդոր է։ Ապաշխարության կարգը մեղքերից մաքրվելու հնարավորություն է։ Այս կարգից հետո է, որ հավատացյալներն արժանի են դառնում Սուրբ Հաղորդության։ Կարգ ապաշխարողացն ավարտվում է Սուրբ Հովհան ոսկեբերանի օրհնության և Սուրբ Բարսեղ կեսարացու Սուրբ Հաղորդությունից առաջ աղոթքներով, որոնք յուրօրինակ հորդոր են ներկաներին զգուշությամբ մոտենալու հաղորդության խորհրդին։ Անուշ Առաքելյան, Գևորգ Ավագյան, Եկեղեցական կյանք։ Այս խորհրդի գործն է ավելացնել շնորհները և դեղ լինել ամենօրյա մեղքերին։ Գրիգոր Տաթևացին այսպես է մեկնաբանում հաղորդության խորհուրդը։ Ավագ հինգշաբթի է։ Հիսուս այսօրը հաստատեց Սուրբ Հաղորդության խորհուրդը։ Եկեղեցու ծիսակարգում ամենահագեցած օրն է։ Եկեղեցիներում արարողությունները սկսվում են առավոտ կանուխ և տևում մինչև ուշ գիշեր։ Մայրաթոռում առավոտյան ժամը 7:30-ին ժամերգություն և ապաշխարողաց արձակման կարգ կատարվեց, որից հետո Սուրբ Պատարագ մատուցեց հայր Դավիթը։ Ամեն տարի այս օրը հայ քրիստոնյաները խորհրդանշական ձևով հետ են գնում առաքելական ժամանակաշրջան, երբ Քրիստոս հաստատեց այս խորհուրդը, Երուսաղեմի վերնատանը իր աշակերտների հետ վերջին ընթրիքի ժամանակ վերցրեց հացը, օրհնեց, կիսեց ու տվեց ասելով. «Առեք կերեք, այս է իմ մարմինը»։ Ապա վերցրեց անապակ գինով լի բաժակը, գոհություն հայտնեց Աստծուն և ասաց. «Խմեցեք դրանից բոլորդ, որովհետև այդ է նոր ուխտի իմ արյունը, որ թափվում է շատերի համար, իրենց մեղքերի թողության համար»։ Հաղորդությունը մեր եկեղեցու գլխավոր խորհուրդներից է, քանի որ հենց դրա միջոցով ենք հաղորդվում Քրիստոսի մարմնին ու արյանը, ստանում կենդանարար սնունդ։ Սուրբ Հաղորդությունից առաջ կարևոր է վերանայել սեփական կյանքը, զղջալ սխալների համար, խոստովանել Աստծո և նրա սպասավորի հոգևորականի առջև։ Հաղորդությունն իր մեջ պարունակում է Քրիստոսին հաց ու գինու տեսքով, և նրանցից յուրաքանչյուրի մեջ Քրիստոս առկա է ամբողջապես։ Սուրբ Գրիգոր Տաթևացին այսպես է բանաձևում հաղորդության խորհուրդը։ Քրիստոնյա լինելու, քրիստոնեական կյանքի առանցքը հենց Սուրբ Հաղորդությունն է։ Սա ամենակարևոր խորհուրդն է քրիստոնյայի համար, որովհետև շատ հաճախ մարդիկ մկրտվում են, ասում են մենք դարձանք քրիստոնյա, բայց դրանից հետո եկեղեցի են գալիս միայն մոմ վառելու կամ ինչ-որ խնդրանք Աստծուն ներկայացնելու համար։ Իրականում քրիստոնյա լինել, քրիստոնյա մնալու ամենակարևոր պայմանը ոչ թե մոմ վառելն է կամ պարզապես գալ եկեղեցի և մեր խնդրանքներ առ Աստված բարձրացնելը, այլ Սուրբ Հաղորդություն ստանալ։ Սա առանց Սուրբ Հաղորդության չկա քրիստոնեություն, եւ սա ամենակարևոր խորհուրդն է մեր կյանքի համար։ Ավագ հինգշաբթին մեծ պահքի այն եզակի օրերից է, երբ խորանի վարագույրը բացվում է, մատուցվում է բաց պատարագ և հաղորդություն է տրվում։ Անուշ Առաքելյան, Գևորգ Ավագյան, Եկեղեցական կյանք։ Ավագ հինգշաբթի հայոց բոլոր եկեղեցիներում կատարվում է ոտնլվայի արարողություն։
Մայրաթոր Սուրբ Էջմիածնում ավանդույթի համաձայն հանդիսապետում է ամենայն հայոց հայրապետը։ Ոտնլվայի ծիսակարգի ընթացքում աղոթքների ու շարականների ուղեկցությամբ Գարեգին II ամենայն հայոց հայրապետը Քրիստոսի նմանողությամբ նախ օրհնեց խորանին դրված ջուրն ու յուղը, ապա ծնկեց և լվաց Քրիստոսի աշակերտներին խորհրդանշող 12 անձանց ոտքերը։ Եթե ես, որ Տեր և վարդապետ եմ, լվացի ձեր ոտքերը, դուք պարտավոր եք միմյանց ոտքերը լվանալ։ Ես ձեզ մի օրինակ տվեցի, որպեսզի դուք էլ միմյանց անեք այն, ինչ ես արեցի ձեզ։ Վերջին ընթրիքից հետո այս խոսքերն ասաց Քրիստոս, երբ ծնկի իջած լվանում էր աշակերտների ոտքերը։ Ավետարանական այս դրվագն է խորհրդանշում ոտնլվայի կարգը։ Հիսուսի ժամանակաշրջանում յուղ չի օգտագործվել արարողության մեջ, այն ավելացվել է հետագայում և խորհրդանշում է ավետարանական մեկ այլ դրվագ, երբ անառակ կինը օծեց տիրոջ ոտքերը։ Մայրաթորը կարամ ասել, որ համայն հայության գետրոնն է։ Մենք որ սպիրկում ապրել ենք, մեզացել ենք միշտ Էջմիածինը, Մայրաթոր Սուրբ Էջմիածինը, այդ բոլոր մթնոլորտ նկարներով, թեկուզ երբ մեզ համար դժվար է մանավանդ հեռավոր Բրազիլիայից, որ լինենք, ներկա լինենք, եւ ամեն անգամ որ նայում ենք, տեսնում ենք թեկուզ նկարով կամ կադրերով, հուզվում ենք եւ գսկանք, որ էսի մերնա, մեր Մայրաթոր Սուրբ Էջմիածինը մերնա հայ ազգին պատկանում։ Բրազիլիայում ծնված և մեծացած Վազգեն Սարգսակյան Գեգիներյանը Հայաստանում է հաստատվել ընդամենը 7 ամիս առաջ։ Նրա զավակները Մոնթեն և Սերոփը խորան բարձրանալով արժանացան ամենայն հայոց հայրապետի օրհնությանը։ Ինձ համար մի հատ ֆիլմ հետ եկել 21 տարի առաջ ես էլ այս պատիվ ունեցա, երբ այստեղ ուսանում էի։ Վեհապար հայրապետը մոտ 25 տարից ավել իր հովաբեդական գործով միշտ հայացքին հայ ժողովրդին ներկա է եւ երկու անգամ որ հարիթ ունեցանք իր այցելությունը Բրազիլի մեջ, դա սկացինք եւ ես ուրախ եմ, որ այսօր զավակներս էլ գալիս են բادرակների, թեկուզ Մայրաթոր կամ Երևանի կամ Հայաստանի ուրիշ եկեղեցիներ, որ ես միշտ դանում եմ, որ դարբեր եկեղեցիներ տեսնան եւ իրենք էլ ուրախ են նրանով։ Ոտնլվայի արարողությունը շատերի կյանքում է դարձել նշանավոր ու հիշարժան։ Ամեն տարի եկեղեցու խորան են բարձրանում տարբեր մասնագիտությունների եւ տարիքի մարդիկ, հաղորդակից դառնալու այս սուրբ խորհրդին։ Այսօրը մեզ համար օրհնաբեր օր եղավ, քանի որ արժանացանք Վեհապար հայրապետի կողմից Ոտնլվայի արարողությանը մասնակցելու։ Կարծում եմ այսօրը ամբողջ կյանքի մեր համար հիշարժան կլինի եւ 2026 թվականի ավագ հինգշաբթին մեր մտքում մի նոր երանգ ստացավ։ Ոտնլվայի արարողությունը խոնարհության վեհագույն պատգամ է։ Անգամ խաչվելուց առաջ Տերը ծնկի եկավ իր աշակերտների առջև, մեզ սովորեցնելով, որ փրկությունը հոգու խոնարհության, միասնականության եւ անսասան հավատքի մեջ է։ Իրադարձություններով հարուստ ավագ հինգշաբթի Ոտնլվային հաջորդում է խավարման կարգը։